Կենտրոնական ընտրական հանձնաժողովին համամասնական ցուցակ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 8 կուսակցություն և 1 դաշինք՝ Բարգավաճ Հայաստանը, Ժառանգությունը, ՀԱԿ-ը, Հույդան, Դեմոկրատական կոմունիստական կուսակցությունները, Հանրապետական կուսակցությունը, Միավորված հայեր կուսակցությունը, Օրինաց երկիրը։ 41 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 180 թեկնածու, որոնցից 10-ը կանայք են։ Մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրվել է 87 թեկնածու 14 կուսակցություններից։ Մեծամասնականով առաջադրվածների գերակշռող մասը 40-ից 60 տարեկան են։ Այդ տարիքային խմբում 118 առաջադրում կա, 41-ը 25-ից 40 տարեկան են և միայն 21-ը 60 և ավելի։ 6 ընտրատարածքում կա առավելագույն 6 առաջադրում, նվազագույն 2 առաջադրում կա միայն 2 ընտրատարածքում։ Որևէ ընտրատարածքում մենք չունենք առաջադրված միայն 1 թեկնածու, իսկ եթե առաջադրվում է միայն 1 թեկնածու, տվյալ դեպքում ընտրությունը համարվում է չկայացած։ Սա նախնական պատկերն է, վերջնականը պարզ կլինի, երբ գրանցվեն բոլոր թեկնածուները և հայտարարվեն ինքնաբացարկները։ Ընտրական օրենսգիրքը ամրագրել է նաև ինքնաբացարկի ինստիտուտ, ինքնաբացարկը կարող է ներկայացվել ինչպես այս փուլում, այնպես էլ կարող է ներկայացվել գրանցումից հետո։ Այսօրվանից կենտրոնական ընտրական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում սկսվել են ստուգել ներկայացված փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը ընտրական օրենսգրքի պահանջներին, որով պայմանավորված գրանցում կկատարվի։ Այս ընթացքում շատ գնահատականներ են հնչել հատկապես թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Խաչատուր Սուքիասյանի առաջադրման հետ։ Անձնագրերի և վիզաների վարչությունը տեղեկանք էր ուղարկել ԿԸՀ, ըստ որի երկրից Սուքիասյանի 10 ամսվա բացակայությունը արգելք կարող է լինել նրա առաջադրման համար։ Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց, թեկնածուների առաջադրման փուլում գրանցման հետ կապված իրավական գնահատականներ չեն կարող տրվել։ Թեկնածությունը մերժվում է գրանցման փուլում, եթե պարզվում է, որ տվյալ անձը ընտրվելու իրավունք չունի։ Այս պահին փաստական հենքի վրա խոսել ուրեմն որևէ գրանցման մերժման մասին դեռ վաղ է, որովհետև այդ փաստաթղթերը գտնվում են ուսումնասիրման փուլում։ Նախորդ ընտրությունների համեմատ նվազել է համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի թիվը։ Այս ընտրությունների 9-ի փոխարեն նախորդում դրանք 23-ն են։ Մեծամասնական առաջադրումների թիվը ավելացել է, նախորդ ընտրությունների 131-ի փոխարեն այս տարի առաջադրվել է 180-ը։ Իզաբելլա Հովհաննիսյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։